բարի օր արգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, Եդգար Նիմթոֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Իլհամ Ալիևը նույնպես կմասնակցի գագաթնաժողովին, մասնակցության ինչ ֆորմատ է ընտրել Ադրբեջանի նախագահը։ Թուրք Պաշտոնյան Հայաստանում է, ում է Երևանը սպասում Անկարայից։ Ներսում գագաթնաժողով, դրսում ակցիա, ինչ պահանջով են քաղաքացիները հավաքվել մարզահամերգային համալիրի դիմաց։ Shame on you! Shame on you! Shame on you! Shame on you! Կկարողանա արդյոք Եվրամիությունը ազդել Ադրբեջանի վրա եւ նպաստել ռազմագերիների վերադարձի, ինչ է իրականում փոխում կառույցի ընդունած բանաձևը, քաղաքական ուղերձ թե իրական լծակ։ Մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Կառուցելով ապագան, միասնություն եւ դիմացկունություն Եվրոպայում կարգախոսով գագաթնաժողովի մասնակիցներն արդեն ժամանում են միջոցառման վայր։ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազը ժամանել է Երևան։ Նրան դիմավորել է ազգային ժողովի փոխնախագահ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Իդեպ Հայաստան է գալու նաեւ Թուրքիայի Հայաստանի հետ հարաբերությունների հարցերի հատուկ ներկայացուցիչը Սերդար Քլիչը կմասնակցի Երևանի երկխոսություն 2026-ին, որը տեղի կունենա մայիսի 5-ից 6-ը։ Սա դիվանագետի երկրորդ այցն է Հայաստանի մայրաքաղաք, առաջինը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերին։ Իդեպ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է գագաթնաժողովին, բայց տեսակապով։ Ադրբեջանի նախագահը ելույթ կունենա բացման արարողությանը։ Բացի այդ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօր ռուսական պարարտանյութի 10 վագոն կուղարկվի Ադրբեջանով Հայաստան։ Իսկ նախքան գագաթնաժողովը Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով անդրադառնում է Հայաստանում ժողովրդավարությանը եւ կրկին բարձրացնում ռազմագերիների վերադարձի հարցը։ Սակայն Բաքվի արձագանքը կոշտ էր դիվանագիտական քայլերով եւ գործակցության սահմանափակմամբ։ Այս ֆոնին առաջ է գալիս հիմնական հարցը. կարող է արդյոք այս բանաձևը իրական ազդեցություն ունենալ, թե այն կմնա քաղաքական հայտարարության մակարդակում, եւ ամենակարևորը, ինչ պայմաններում կարող է հնարավոր դառնալ ռազմագերիների վերադարձը։ Թեման ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանը։ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով սատարում է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը եւ բարձրաձայնում ռազմագերիների ու պատանդների վերադարձի հարցը։ Ադրբեջանի արձագանքը սպասեցնել չտվեց, նախ հայտարարվեց, որ Միլի Մեջլիսը կդադարեցնի իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին, ապա Ադրբեջանի ԱԳՆ կանչվեց ԵՄ դեսպան Մարիանա Կոյունչիջին եւ բողոքի նոտա ստացավ։ Սակայն ինչ ազդեցություն կարող է ունենալ այս բանաձևի ընդունումը։ Արման Աբովյանը շեշտում է, չարժե մեծ սպասելիքներ ունենալ։ Բանաձևեր են ընդունում, հետո։ Մենակ ընդունեցին բանաձևը, հետո մեխանիզմ կա այդ բանաձևը իրականացնել կամ իրագործել, կամ ստիպել, նախկինում կար, հիմա ոչ։ Շատ պարզ պատճառով վերաձևավորվող աշխարհում աշխարհաքաղաքական բոլոր կանոնները, ժամանակին, որոնք գործում են, իրենք չկան, հիշենք նույն ԵՄ-ի կամ Եվրամիության խորհրդարանական վերաժողովի բանաձևերը կապված Արցախյան ցեղասպանության, կամ Արցախում տեղի ունեցած, այն սարսափելի վայրագությունների մասին, որը ըստ էության մնաց միայն թղթի վրա։ Քաղաքագետ Արա Պողոսյանը նույնպես հիշեցնում է, որ 2023 թվականին Եվրախորհրդարանը նման բանաձև էր ընդունել եւ Ադրբեջանը նույնպիսի կոշտ արձագանք էր տվել, ապա ժամանակավորապես դադարեցրել գործակցությունը Եվրախորհրդարանի հետ։ Պատմությունը կրկնվում է։ Այժմ Ադրբեջանը հավանաբար կարծելով, որ փոխել է իր քաշային կարգը եւ այժմ հանդես է գալիս որպես միջին տերություն կամ ռեգիոնալ տերություն եւ իր դիրքորոշումը, իր վարքագիծը կարող է լինել ճնշում Եվրոպական միության եւ Եվրոպական խորհրդարանի վրա, փոխելու նրանց դիրքորոշումը։ Պողոսյանի կարծիքով կանխատեսելի էր Ադրբեջանի նման ռեակտիվ արձագանքը։ Այն բնորոշ է ավտորիտար պետություններին, որոնք ունեն ներքին լեգիտիմության խնդիր եւ արտաքին լեգալության ֆոն պահելու նպատակով են հաճախ այսպիսի պահվածք ցուցաբերում, ակնկալելով ազդել արտաքին աշխարհի ընկալումների վրա։ Ինչ վերաբերում է բանաձևի ազդեցությանը, ապա քաղաքագետը համարում է, որ այն ունի իրավական ուժ, պարզապես քաղաքական աջակցություն է եւ ամեն դեպքում կարևոր ուղերձ։ Այն պատկերացմամբ, ինչ պատկերացմամբ Ադրբեջանում պատկերացնում
պատկերացնում են, նաև միջայլոց Հայաստանի իշխանությունները պատկերացնում են Արցախի հիմնախնդրի վերջնական լուծում, խնդիրը կարգավորված չէ, կոնֆլիկտածին իրավիճակը պահպանվում է եւ սա այդ փաստի արձանագրումն է կարծեք թե։ Բայց այս քայլերի տակ ընկած է ավելի խորքային հաշվարկ։ Ադրբեջանը կարծես իրեն արդեն տեսնում է որպես տարածաշրջանային քաշային կարգ փոխած խաղացող եւ փորձում է այդ կարգավիճակը վերածել քաղաքական լծակի, նաեւ Եվրոպական միության հետ հարաբերություններում։ Արման Աբովյանն էլ է հիշեցնում, որ նույն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը 2022-ից 24 թվականներին 2 անգամ հաստատել է այն թեզը, որ Ադրբեջանը հանդիսանում է Եվրամիության ռազմավարական գործընկերը։ Ինչ վերաբերում է կոնկրետ բիզնեսին, զենքին, գետնի վրա գործողություններին, Ադրբեջանը եւ Եմեն միասին ռազմավարական գործընկերներ են։ Ինչ վերաբերվում է մարդու իրավունքների, օրինակ, չգիտեմ, վայրագությունների դատապարտելու եւ այլն, Ադրբեջանը այստեղ իհարկե դեմ է։ Դա բնավ չի նշանակում, որ Ադրբեջանը իր հարաբերությունները ԵՄ-ի հետ խզում է, կտրում է։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ադրբեջանական հարաբերությունները աստիճանաբար խորանում են։ Հաշվի առնելով Ադրբեջանի գազի մատակարարման վերաբերյալ գործակցությունների քանակը ԵՄ անդամ պետությունների հետ։ Եվրամիության խորհրդարանը, դե լավ սենց ասենք, վեաժողովը, հա, ընդունում է ոչ թե հայամետ, ոչ թե հակաադրբեջանական, այլ ընդունում է արդարացի որոշակի մի փաստաթուղթ, բանաձև, Ադրբեջանը դա չի ընդունում։ Այստեղ Միլի Մեջլիսը հավաքում է եւ ասում է՝ դե մենք չենք բանանի, էլ հետները չենք աշխատի։ Երկրորդ փուլն է գալի, այսինքն զուգահեռ փուլը ավելի է խորանում գործնականում գետնի վրա Ադրբեջան եւ Եվրամիություն քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը կարող է այդ քայլին գնալ միայն Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։ Ընդգծենք, ռազմագերիների վերադարձը ունի միայն եւ միայն նախընտրական տրամաբանություն, այսինքն վերադարձը կապ ունի միայն եւ միայն իշխող ռեժիմի ռեյտինգի բարձրացմանը։ Աբովյանի դիտարկմամբ պետք է ոչ ուրախանալ եւ ոչ էլ տխրել Եվրամիության հայտարարություններից։ Պարզապես իրավիճակը ռեալ դիտարկել, հաշվի առնելով, որ Եվրամիության գետնի վրա որոշող գործընթացներն ադրբեջանամետ են, իսկ արտաքուստ միգուցե եւ Հայաստանի սատարող։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Երևան են ժամանել բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներից մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս պահի դրությամբ Հայաստանում են Եվրամիության պատվիրակությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասը, Մոնակոյի իշխան Ալբեր II, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրբոն, Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահրստյորեն, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը, Բելգիայի վարչապետ Պարդ Վևերը, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլանվոսկայա Դավկովան, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Թուրքիայի փոխնախագահ Ջերդեդ Եղնազը։ That's so kind of you to come all this way.
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի օդանավը արտակարգ վայրեջք է կատարել Անկարայում։ Ըստ տեղեկությունների Պեդրո Սանչեսը Մադրիդից ուղևորվելիս է եղել Երևան, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, սակայն տեխնիկական անսարքության պատճառով օդանավը հարկադիր վայրեջք է կատարել Անկարայում։ Ի դեպ, քիչ առաջ Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան։ Երևան չի գալու Գերմանիայի կանցլերը Ֆրիդրիխ Մերցի գրասենյակը դա պատճառաբանել է աշխատանքային զբաղվածությամբ։ Այսպիսով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն առաջին անգամ տեղի կունենա առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի։ Եվրամիության արտգործնախարարը պատասխանելով Եվրամիության Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին ազատության հարցին ասել է, որ Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում։ Նրա խոսքով մեկ ամսից ընտրություն է, Եվրոպական հեռանկարը սեղանին է և Հայաստանը ինքը կորոշի։ Սակայն մինչ ներսում ընթանում է 50 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ գագաթնաժողովը դրսում բողոքի ակցիա է։ Ակցիայի մասնակիցներն ուզում են միջազգային հանրությանը, եվրոպական առաջնորդներին և բոլոր նրանց, որոնք մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ցույց տալ երկրում առկա խնդիրները և ոչ թե ներկայացվածը։ Չի ներվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի հանդեպ ձեր այս դաշատ վերաբերմունքը, դաշնությունը արտահայտվում է ոչ միայն ձեր գործողություններով, այլ ձեր անտարբերությամբ։ Միշտ հիշեք, Հայաստանում հիշելու են, որ օրվա ղեկավարությունը Եվրամիության, դրանք ամբողջովին դեմ են ժողովրդավարության, մարդու իրավունքների, նրանք դեմ են իրավունքին, նրանք միայն ու միայն իրականացնում են, կրկնում են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը։ Shame on you! Shame on you! Քաղաքական գործիչների մի մասը և փորձագետների մի մասը ասում են ցեղասպանություն, մյուս մասը էթնիկ զտում։ Պարզապես ցեղասպանության իրավական գնահատականից խուսափելու համար, ոչ ավելի։ Բայց նույնիսկ եթե քննարկում ենք, թե արդյոք ցեղասպանություն է, թե մարդկության դեմ հանցագործություն, էությունը չի փոխվում։ Ոչ պատասխանատվության տեսանկյունից, ոչ էլ իրավունքների վերականգնման լուծումների տեսանկյունից։ Եվ այս առումով ես կուզեմ հիշեցնել, որ մեր վերադարձի իրավունքը ոչ միայն ապրիորի է, բխելով միջազգային իրավունքի տարբեր հաստատքներից, այլ նաև կոնկրետ է և անմիջական։ Լռությունը հանցակցություն է։ Արցախի ազգային ժողովը դիմել է Երևանում կայանալիք Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին։ Արցախի ազգային ժողովը պահանջում է, որպեսզի միջազգային կառույցները հասցեական գնահատական տան Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականությանը և մշակութային վանդալիզմին, ճանաչելով դրանք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ, կիրառել գործոն մեխանիզմներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, կանխելու հայկական պատմամշակութային արժեքների հետագա ոչնչացումը, անհապաղ գործուղել միջազգային անկախ մոնիտորինգային առաքելություն Արցախի տարածքում մշակութային կոթողների վիճակը փաստագրելու և դրանց պահպանությունը երաշխավորելու նպատակով, գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, միջազգային իրավական և անվտանգային գործուն երաշխիքների ներքո կազմակերպել Արցախահայության հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենի օջախներ, ապահովելով նրանց ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրենելու անկապտելի իրավունքը։ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ընտանիքների անդամները նամակ են հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին, խնդրելով պատանդների հարցերի վերաբերյալ Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման ջանքերին։ Իսկ Երևանում երթևեկությունը խիստ սահմանափակված է։ Քաղաքապետարանը հրապարակել է մայիսի 4-ից 5-ը փակվող փողոցների ցանկը։
Մայիսի 4-ին ժամը 7-ից 19:00-ն փակ են լինելու Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը։ Ժամը 7-ից 10:30-ը փակ են լինելու նաև Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից եւ Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթան Գեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արշակունյանց պողոտա Խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան, Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը։ Մայիսի 5-ին ժամը 8-ից 12-ը փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները, Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջն ընկած ճանապարհահատվածը, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մաշտոցի պողոտան, Սայաթ-Նովայի պողոտան, Աբովյան փողոցը, Բաղրամյան փողոցը։ Իրանի զինված ուժերը զգուշացրել է ամերիկյան ռազմածովային ուժերին չմտնել Հորմուզի նեղուց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգնի պատերազմի պատճառով Պարսից ծոցում մնացած նավերի ապաշրջափակմանը։ Իսլամական Հանրապետության զինված ուժերի Միացյալ Հրամանատարության ղեկավար Ալի Աբդոլլահին զգուշացրել է, որ օտարերկրյա ցանկացած զինված ուժ, մասնավորապես ԱՄՆ-ի ագրեսիվ բանակը, հարձակման կենթարկվի, եթե փորձի մոտենալ եւ մտնել Հորմուզի նեղուց։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2026-ի մարտի 2-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի հարձակումների պատճառով զոհերի թիվը հասել է 2659-ի, տուժել է 8183 մարդ։ Հիշեցնեմ, որ ապրիլի 16-ին Լիբանանն ու Իսրայելը հայտարարել են հրադադար, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ի կեսգիշերին։ Չնայած դրան, Ցախալը շարունակում է հարվածել Լիբանանի հարավային բնակավայրերին, Հեզբոլլահի մարտիկների սպանելու պատրվակով։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերմանիայից 5000 զինծառայող դուրս բերելու մասին։ Մենք պատրաստվում ենք զգալի կրճատումներ անել եւ կրճատում ենք ավելի քան 5000 զինվորականի, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանը Վաշինգտոնին է փոխանցել ռազմական գործողությունների դադարեցման 14 կետից բաղկացած ծրագիր։ Թեհրանի պահանջները ներառում են չհարձակման երաշխիքներ, ամերիկյան զորքերի դուրսբերում Մերձավոր Արևելքից, ծովային շրջափակման վերացում, իրանական սառեցված ակտիվների ապասառեցում, փոխհատուցումների վճարում, պատժամիջոցների վերացում, պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում եւ այլ կարևոր հարցեր։ Թրամփը հայտարարել է, որ արդեն ուսումնասիրել է ծրագիրը եւ այն անընդունելի է որակել։ Ինձ համար դա անընդունելի, ասել է նա։ Մինչ այդ նա ասել էր, որ Իրանը դեռևս բավականաչափ բարձր գին չի վճարել այն բանի համար, ինչ արել է մարդկությանն ու աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը ծննդյան առթիվ կնոջից նվեր է ստացել տորտ խեղտողակի պատկերով, որի վրա գրված է եղել երբեմն երազանքները կատարվում են։ Նախարարը տարիներ շարունակ կոչ է արել ընդունել օրենք, որը կթույլատրեր մահապատժի ենթարկել ահաբեկչության համար դատապարտված անձանց, եւ վերջերս նրա ցանկությունը կատարվել է։ Ընդունվել է օրենք, որը մահապատիժ է սահմանում իսրայելցիների սպանության համար մեղադրվող պաղեստինցիների համար։ Շվեդիան տիեզերք է ուղարկել իր առաջին ռազմական արբանյակը Ռուսաստանում ռազմական թիրախները լրտեսելու համար։ SpaceX-ի կողմից Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայից իրականացված արձակումը տևել է մոտ 10 րոպե։ Արբանյակն իր նշանակված ուղեծիր կհասնի մոտ 1 ամսից։ Ճապոնիայի խաղաղությանը միտված սահմանադրության ընդունման 79-ամյակի առթիվ Տոկիոյի փողոց է դուրս եկել 50,000 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների համար։ Ցուցարարները դեմ են երկրի նոր վարչապետի կողմից սահմանադրության վերանայմանն ու ռազմականացմանը։ Նրանք պաստառներ են պարզել ոչ պատերազմին, մենք թույլ չենք տա, որ սահմանադրությունը փոխվի կարգախոսներով։ Կոլումբիայում Monster Truck մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, եւս 37-ը վիրավորվել։ Շոուի ժամանակ մասնակից մեքենաներից մեկը, որ կին էր վարում, մանևր կատարելուց հետո կորցրել է կառավարումը եւ բախվել հանդիսատեսի խմբին, հաղորդում է Blue Radio-ն։ Թերմոսներ, որոնք կարող են կուրացնել մարդկանց։ Թերմոս հայտնի ընկերությունը հետ է կանչել ավելի քան 8 միլիոն թերմոս։ Պատճառը դեֆեկտային կափարիչներն են։ Բացելիս դրանք կարող են դուրս թռչել լուրջ վնասվածքներ պատճառելով։ Դրանց պատճառով արդեն 3 մարդ կորցրել է տեսողությունը։
Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։